Հայաստանի փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի հավաստիացմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին չեն վերաբերվում ՀԱՊԿ անդամ երկրներին։ Այսօր Ազատության հետ զրույցում Քոչարյանը մանրամասնեց, որ Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին։ Հունիսի 16-ին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը եւ առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը։ Բորդյուժայի հայտարարությունը վերաբերում է կազմակերպություն հարաբերություններին, այլ ոչ անդամ պետություններին։ Հայաստանը շարունակելու է հետևաբար ՆԱՏՕ-ի հետ։ Շատ բուրս պատասխանեցի։ Ինչին է վերաբերվում Բորդյուժայի հայտարարությունը, ու դա չի վերաբերվում պետություններին։ Ընդ որում, Շավարժ Քոչարյանը չասաց, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ինչպես է քվեարկել այդ որոշմանը։ Ընդամենը Բորդյուժան արձանագրել է այն հանգամանքը, որ այդ ուղղությամբ իմաստ չունի շարունակել։ Ավելի վաղ Ազատության հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Բորդյուժայի հայտարարությանը, նշել էր. Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ բոլոր ծրագրերի շրջանակում շարունակելու է համագործակցել դաշինքի հետ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։ Օրերս Երևանում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեաժողովի փոխնախագահ, Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը։ Ազատության հետ զրույցում նա հայտարարեց, որ դաշինքի հետ Երևանի հարաբերությունները շատ լավ են եւ Բրյուսելում մտադիր չեն վերանայել այդ հարաբերությունները, երբ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ։ Հարաբերությունները Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև շատ լավ են, մենք ամուր հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ձեր երկիրը մեծ ներդրում ունի Աֆղանստանում դաշինքի կողմից իրականացվող ISAF առաքելությունում եւ մեր հարաբերությունները որևէ կապ չունեն Եվրասիական միության հետ եւ կապ չունի, թե դուք ինչ եք որոշել Եվրասիական միության կամ Մաքսային միության առնչությամբ։